Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Կիսալուսնի մայրամուտը հաղորդումն է։ Դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Տիրան Լոկմագյոսյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Աթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոսյան։ Մեր այսօրվա զրույցը ես կուզեմ սկսենք Եվրամիության կողմից արված հայտարարությունից, այն մասին, որ պետք է դադարեցնեն Թուրքիայի հետ հարաբերությունները մինչև այն պահը, երբ Էրդողանը ազատ կարձակի Էքրեմ Իմամօղլուին։ Եկեք հասկանանք նախ Թուրքիայի դերակատարությունն ինչպիսին է Եվրոպայի համար, եւ արդյոք հույս կա, որ Էրդողանը ազատ կարձակի Իմամօղլուին։ Ես այսօր ասեցիք մի բան հիշեցի, թուրքերեն մի ասացված կա, կարծեմ հայրենում էլ դա օգտագործվում է, մի քիչ կոպիտ է հնչելու, բայց շատ դիպուկ է սրա հետ կապված, ասում են շու նշանը չի կծի։ Այդ պատճառով եթե այս գողմերը, ասենք, եթե իրար հետ շատ լավ կարողանում են համագործակցել, չհավատակ, որ իրար դեմ լուրջ ինչ-որ քայլեր կանեն։ Եվ այնքան ժամանակ, որ Էրդողանը կամ ընդհանրապես Թուրքիան արևմուտքի հետ լավ համագործակցում է, այդ արևմտյան ծրագիրները կատարում է այս տարածաշրջանում, եւ չմոռանանք դեռ այս վերջերս Թրամփն էլ հայտարարեց, որ այս տարածաշրջանում, այսպես ասած, տոնդվողը Թուրքիան է լինելու, այս տարածաշրջանի նայողն է կամ պապան է լինելու, դրա համար չկարծեք թե Արևմուտքը իր դեմ ինչ որ մի բան է անելու, ինչ որ մի Իմամօղլուին ձերբակալել է, այդ հարյուրներով, հազարներով մարդ հեչ Իմամօղլուն շատ կարևոր էր, դրա համար պիտի ինչ որ քայլ անե, քաղաքական քայլ անե Էրդողանի դեմ եւ այլն, դա իհարկե բանի դա հեքիաթների ժանրից է, այդպիսի բան չի լինի։ Իհարկե Եվրոպան ցույց է տալիս, թե տեսեք, ես ազատությունների հետևից ընկած եմ եւ այլն, իսկ աշխարհում ահագին բաներ է կատարվում, այն ժամանակ ոչ մի ձայն չեն հանում, իրենց չի հետաքրում կամ առնվազն խոսում են դրա մասին, ինչ որ բան ասում, ինչ որ մատ են թափ տալիս ինչ որ մեկի վրա ու վերջացավ, օրինակ մեր գերիների հարցը, չէ՞, այստեղ էլ միայն Թուրքիան չէ, որ Իմամօղլուին է ձերբակալել, Ալիևն էլ այդ մարդկանց է ձերբակալել, չէ՞, դիքը մարդիկ կա, բա այդտեղ ինչի չեք խոսում, ինչի չեք ասում Ալիևի դեմ էս կանենք, այն կանենք, սանկցիաներ կանենք։ Տեսնա, այստեղ երևում է, որ երկերեսություն կա այստեղ եւ ընդհանրապես այդ բաներին նման հայտարարություններին պետք չէ ուշադրություն դարձնել, որովհետեւ դա ինչ որ պարտականություն կատարել է։ Հա, մենք արեցինք, մեր խոսքը ասեցինք ու վերջացավ։ Այստեղ իհարկե մի բան կա, որ Արևմուտքը այսօր բաժանված է։ Բաժանվեց Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ, մինչեւ Ամերիկան եւ Եվրոպան շատ սերտ համագործակցություն ունեն, միջալուց կարելի ասել, որ 10-յակ տարիներ շարունակ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հատկապես, սակայն այսօր միանգամից երկբեղկվեցին եւ Եվրոպան մնաց մի կողմը, Ամերիկան իր քաղաքականությունն է առաջ տանում եւ գլոբալ քաղաքականությունը, աշխարհի քաղաքականությունը իր առաջ տանում եւ գարձեք թե այդ ամեն ինչից Եվրոպան դուրս մնաց։ Հիմա Եվրոպայի խնդիրը այն է, որ ինչ որ կերպ մի տեղից խցկվի այդ գործընթացների մեջը։ Եվ այդ հայտարարությունն էլ կարելի է այդ ծիրի մեջ ընդունել, որ Եվրոպան ցույց է տալիս, թե գիտեք, ես էլ կամ, ես այստեղ բանասող եմ, ես ինչ որ մի ծանրություն ունեմ, ես կարող եմ ինչ որ բան որոշեմ, քննարկեմ եւ այլն, դրա համար Եվրոպայից նման խոսքեր մենք կարծում եմ, որ աբակայում էլ լսելու ենք եւ ասենք հայկական հարցի հետ կապված, Հայաստանի, Արցախի եւ այն հետ կապված մենք լսում ենք մեկ-մեկ ինչ որ բաներ եւ սրանից հետո էլ լսելու ենք, բայց ձայներ հանելուց բացի շատ բան չենք տեսի, իհարկե Արցախի հետ կապված կամ Ադրբեջանի հետ կապված ավելի քիչ, այստեղ հատկապես ավելի ակտիվ է Ֆրանսիան, որովհետեւ մենք Ֆրանսիայի
հետաքրության ոլորտների ասեմ կամ Ֆրանսայի տարածքի մեջ են գտնվում, մենք Ֆրանսան է մեր, այսպես ասած, հովանավորը, Գերմանիան օրինակ Վրաստանինն է, միշտ եղել է, այսինքն վերջի 30 տարին էլ ցույց է տալիս, դա, իսկ ասենք Անգլիան Ադրբեջանին է եղել է միշտ եւ 100 տարի առաջ էլ այդպես էր, տեսեք անգլիացիները եկան մտան Ադրբեջանի նավթներ իրենց համար կարևոր եւ այն կոմիսարների հարցը գար Շահումյան եւ այլն որ գնդակարեցին, դա Անգլիայի գործն էր, չէ՞, Անգլիան մտավ այսպես բաժանած են իրար միջև եւ նույն այն ժամանակ 100 տարի առաջ Գերմանիան Վրաստանի հետ համագործակցում էր գերմանական զորքեր կամ ասենք զինվորներ եւ այն գային Վրաստանում եւ վրացիք իրենց վրա են այսպես ասած սաստավը դնում եւ մենք չենք կարողանում գերմանացիների ինչ որ լեզու գտնել բան նաև անգլիացիների չենք կարողանում որովհետև մեր տարածաշրջանի համար չէին իրենք անգլիացիք ինչպես ասենք Ադրբեջան գերմանացիք Վրաստան մեզ հետ կարող էր մաքսիմում սպառվել Ֆրանսիան եւ այդպես էլ եղավ օրինակ Գիլիկիայի հարցն էլ գիտեք սակայն այնուամենայնիվ իրենք բոլորներ իրենք շահի համար են դա անում անգլիացիք ինչպես ասեցի դա նավթի համար են անում գերմանացիք դարածքի հետ կապված էին անում ֆրանսիացիք էլ էլի դարածքի հետ կապված դրա համար էլ հետո երբ արդեն մեր գործը բրծավ եւ Մուստաֆա Քեմալի հետ իրենք արդեն լեզու գտան մեզ ասենց օգտագործած բանի նման շորի նման ասենց շպրտեցին միան ու նորից թողեցին մեզ հեռացան սա է խնդիրը եւ այսօր Եվրոպան նորից ինչ որ եթե ձայները հանում ամեն մարդ իր հովանավորյալի հետ կապված է խոսում ու այսօր նորից Անգլիան Ադրբեջանի հետ կապված եւ այլն սակայն ընդհանուր առմամբ եվրոպական միության ասենք քաղաքականությունը ավելի շատ այսօր թեկված է բանի Ադրբեջանի կողմը որովհետեւ Ադրբեջանի կարիք ունեն եւ այդ գլոբալիստների հատկապես ծրագրի մեջ Ադրբեջանը կարևոր տեղ էր բռնում եւ իհարկե նաեւ Թուրքիան թե գլոբալիստների բանի մեջ այդ քաղաքականության մեջ թե այսօր ինչպես ասենք Տրամպը ասաց որ այո Թուրքիան է ինձ համար կարևորը չնայած որ Թուրքիայի հետ ինչպես տեսնում ենք Տրամպի գալուց հետո այնքան ինչ որ սերտ հարաբերություն բան չեն մշակում դեռ գնալ էլ չեղավ այդպես լուրջ եւ Տրամպը ընդհանրապես Թուրքիայի մասին էլ չի խոսում կամ Թուրքիայի հետ չի խոսում սակայն այնուամենայնիվ ինքը շեշտը դրեց Թուրքիայի վրա, որովհետև դրա մասին մենք խոսել ենք այստեղ նաև, որ այս տարածաշրջանում ամենակարևոր երկիրը եւ ամենաբետկական երկիրը դա Թուրքիան է, թե ռազմական առումով, թե տնտեսական առումով, թե տարածքի առումով եւ այլն, շեշտը պիտի դնե, այո Տրամպն է պիտի դնե Թուրքիայի վրա։ Սակայն Թուրքիայի դերը այսօր գնվազի թե գավելանա դա ուրիշ հարց է ինչ որ բաներում գնվազի ինչ որ բաներում գավելանա այսօր Հայաստանի հետ կապված արդեն ինձ թվում է բաները սահմանները գծված են Ռուսաստանի հետ իհարկե այստեղ այդ ամեն ինչը շատ ավելի ցայտուն կլինի եւ ավելի գործնական փուլի մեջ կմտնի եթե Ուկրաինայի հարցը լուծվի սակայն Ուկրաինայի հարցը այսօր դա էլ այս քաղաքականության հետ կապ ունի Ուկրաինայի հարցը ինչի չի լուծվում Տրամպը ինչի չկարողացավ ավարտին հասցնել Ուկրաինայի հարցը որովհետեւ այստեղ Եվրոպան կա Զելենսկին տեսակ ինչ եղավ Զելենսկին ինչ օրիքցեցին Ամերիկայում սակայն մի անգամից իր մեջքին կանգնեց Եվրոպան չնայած իհարկե Եվրոպան այդ ռեսուրսները չունի եւ կարծում եմ որ ժամանակի ընթացքում թե Զելենսկին է տեսնելու որ դա չի իհարկե այն չէ ինչ որ մինչև այդ կար եւ արդեն Տրամպն էլ ինչ որ քայլեր ձեռնարկելու է այդ առումով եթե իհարկե այդ ընթացքում իրադեմ ինչ որ բան չլինի Ամերիկայում արդեն
խմորումներ կա Տրամպի դեմ, որովհետև հակառակ կողմը, այսինքն գլոբալիստները, լիբերալիստները քնած չեն, իրենք այնպես չէ որ ասեն լավ, մենք էլ բարդվեցինք, գնանք նստենք մեր տեղը, չէ, այդպես չէ իհարկե, իրենք աշխատելու են եւ իմիջիայլոց Եվրոպայից հատկապես Անգլիայից իրենք օգնություն կստանան, հիմա դեղափոխվեց հիմա ծանրության կետը կենտրոնը այո բանից Ամերիկայից դեպի Անգլիա դեղափոխվեց հիմա գլոբալիստների լիբերալիստների կենտրոնը դարձավ Անգլիան այսինքն այնտեղից է գալիս այդ ազդակները եւ Ամերիկայում շատ հավանական է որ ինչ որ բաներ սկսեն հակատրամպական սկսելը որն է երևի իրենք արդեն ծրագիրներ բաներ մշակում են թեթև ինչ որ բաներ էլ կատարվում է Ամերիկայում իմի սակայն շատ ավելի ուժեղ քայլեր էլ կարող է բանեն ծրագրեն իրենք Տրամպը իհարկե պիտի շատ զգուշ լինի այս տեսակետից եւ Թուրքիայի բանը գշերկը կամ ազդեցությունը իհարկե այսօր Թուրքիային դրված է Սիրիայի տարածքը Սիրիայի հարցը եւ Թուրքիան իր պարտականությունը շատ լավ կատարեց իհարկե Ամերիկան էլ այդտեղ կա այո այսօրվա Տրամպի Ամերիկան էլ կա իհարկե այնտեղ որովհետեւ վերջ-վերջո դա ամերիկյան քաղաքականությունը եւ դա Տրամփովի Բայդենով եւ այն չի փոխվում են ճանապարհները այդ նպատակներին հասնելու ճանապարհները կփոխվին եւ այստեղ շատ կարեւոր գործոն կա դա Իսրայելն է եւ մենք գիտենք որ Տրամփը բավականին իսրայելամետ կեցված ունեցող անձ է եւ դա երևաց արդեն բաղեստինցիների այդ Գազայի խնդրի հետ կապված իր ելույթներից եւ այն ամեն ինչ որ Իսրայելին ձեռնդու է դա կատարելու է Տրամպը այստեղ կա նաև Իրանի խնդիրը Իրանի գործոնը եւ քանի որ դա էլ Իսրայելի ծրագիրների մեջ է մտնում Տրամպը անպայման Իսրայելամետ ինչ որ քայլեր անելու է եւ դա մեզ համար լավ չի լինի իհարկե որովհետև ինչպես ասենք Թուրքիան մտնում է Ամերիկայի ազդեցության ոլորտի մեջ, իսկ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ոլորտի մեջ, այսինքն Բարսկաստանը ոչ մեկի ազդեցության ոլորտի մեջ չի մտնում։ Մաքսիմում կարող է Բարսկաստանի հետ կապված Ռուսաստանը կամ Չինաստանը ինչ որ մտահոգություններ ունենան Իրանին պաշտպանելու ինչ որ բանելու, սակայն ես չեմ կարծում, որ այսօր Ամերիկայի հետ արդեն ընկերացած, աղբերացած Ռուսաստանը Բարսկաստանի համար ինչ որ ռազմական ինչ որ գործողություն կատարե, այսինքն ռազմական օգնություն հասցնե Իրանին, գուցե ուրիշ տեսակ ինչ որ բաներ կանի, սակայն ուղղակի ռազմական կոնֆլիկտի մեջ Ամերիկայի դեմ Իրանի համար չի մտնի Ռուսաստանը։ Չինաստանը այստեղ Չինաստանը ընդհանրապես չի ուզում ովևէ ռազմական կոնֆլիկտի մեջ մտնի այս վերջի տասնամյակներում, սակայն եթե իրեն մղեն ինչ որ բանին, իհարկե այստեղ մի բան կա, Չինաստանի այդ Աշիլյան բանն էլ, քարշապարն էլ Թայվանն է։ Դրա համար Չինաստանը միշտ ուզում է այդ հարցը լուծած լինի, սակայն Ամերիկան շատ մեջքին կանգնած է մեծ ուժով եւ այս վերջերս նորից ինչ որ Թայվանում մեծ զորավարժություններ բաներ անում, դա ուժի ցուցադրում է ոչ թե Թայվանի կողմից, այլ Թայվանի բարեկամները, այսինքն Ամերիկայի կողմից, այսինքն իրենք ցույց են տալիս, որ մենք կանգ էստեղ, չփորձես այստեղ ինչ որ բան անես, եւ եթե Ամերիկան մասնակցում է այդ ռազմախաղերին, դա նշանակում է, որ եթե ինչ որ բան անես, ես կմիջամտեմ այստեղ։ Չինաստանը դժվար թե Ամերիկայի դեմ ինչ որ արգածախնդրություն գնա, գիտեք, այստեղ երկու կողմն էլ տանուլ են տալու, այնտեղ պատրաստը շահող չի լինելու, եթե շահող էլ լինի, նա էլ է գործրած է լինելու, շատ բան գործրած կլինի։ Հիմա Իրանի հետ կապված է, կարող է ինչ-որ օգնություններ կատարել Չինաստանը, սակայն եթե Ամերիկան գա այդ գործի մեջը, Ամերիկայի հետ ուղղակի առճակատման մեջ չի մտնի։ Ինչպես որ, ասենք, Ամերիկան էլ Բայդենյան Ամերիկան Ռուսաստանի դեմ Ուկրաինայում
խուսափեց ամեն կերպ այդպիսի բանից, այո օգնություն զենք բանդվեցին փողի եւ զենքի դեսկով օգնություն, սակայն ոչ մի ամերիկացի զինվոր չկար Ուկրաինայի տարածքում եւ դա մի քանի անգամ շեշտվեց մենք երբեք չենք մասնակցի այսինքն ամերիկան բայկարելի է Ռուսաստանի դեմ Ուկրաինայում մինչեւ վերջի ուկրաինացի զինվորը այո ինչպես որ ասում է դա է եւ նույնը կդարվի Իրանում եթե այնտեղ ամերիկան ինչ որ ուղագի գործողություն կատարնի ոչ ռուս զինվորը կմտնի Իրան ոչ է չինացի զինվորը կմտնի Իրան Իրանին պաշտպանելու համար ուրիշ տեսակ օգնություն կտան դա ուրիշ խնդիր հիմա Իրանի խնդիրը այսպես է որ այո Թուրքիան էլ սպասում է մի բանդինի որ ինքն էլ իր շահ ունենա այնտեղից Ադրբեջանն էլ սպասում է որ իր շահ ունենա բոլորն էլ սպասում են սակայն մինչև հիմնական բան չլինի իրենք ոչ մի բան չեն անի իհարկե իրենք միայն հետևից կգան գոկտվեն այդ ամեն ինչից այստեղ Իրանի խնդիրը ինչ կլինի դա է հետաքրքիր մեծ պատերազմ կարող է լինի չեմ ասում չի լինի սակայն ավելի հավանական է ավելի փոքր մասշտաբի բակարիվներ բայկարներ եւ այլն սակայն դա էլ բավական է որ ասենք այս տարածաշրջանում ինչ որ բաներ կատարվեն ասենք նաեւ մերդ են արիթից օգտվելով այդ դեպքում եթե ինչ որ բան այնուամենայնիվ ինտերվենցիա դինի Իրանի նկատմամբ հաստատ է որ Ադրբեջանից իսրայելական ուժերը ինչ որ բան պիտի անեն Իսրայելը անպայման պիտի անե իհարկե Իրանն էլ ձեռքերը ցալած չի նստելու հագազդելնի եթե հագազդի ասենք Ադրբեջանի դեմ Թուրքիան անպայման պիտի մտնի չեմ ասում նորից մեծ մասշտաբով ասենք տարածաշրջանը իր բանը թուրք եղբայրներին ադրբեջանցի եղբայրներին պաշտպանում եւ այն բادرվակով եւ եթե այդքանով էլ ավարտվի էլի լավ է սակայն այստեղ մի երրորդ բան կա խնդիր կա Իրանը ներսից պայթացնելը խնդիր կա եւ բոլոր դվյալները կան այսօր այդ բանը անելու համար եւ մենք նախկինում էլ ասենք ինչ որ սպանություններ տեսանք բաներ եղավ այդ ցույցերը եւ այնն որ կազմակերպվում այնպես չէ որ ժողովուրդը ասենք մի 10 հոգի 20 հոգի ինքնաբուխ փողոց են դուրս գալիս չկա այդպիսի բան աշխարհում էլ չկա այդպիսի բան եթե ինչ որ մի բան կա ինչ որ մի շարժում կա իմացեք որ ինչ որ մարդիկ կան այդ դրա հետևում գանգնած եւ դրանք բոլորը դրսից հովանավորվող խմբակներ են եւ այլն կամ մարդիկ են եւ այնպես չէ որ հետագայում էլ այդ ցույցերի ավարտից հետո Իրանի ղեկավարությունը հանգիստ նստած է իր դեղում այդ գուժը ջարդվում է այդ խեղճ մարդկանց գլխին որոնք փողոցին դուրս եկել օրինակ կանայք իրենց գլխաշորերով եւ այլն թող բոլորը իմանան որ կարծում եմ թե հա ինչ որ մի բան եղավ եւ այսօր սենց է ոչ այդպես չէ այդ բոլոր ցույցերից հետո իմիջայլոց հենց այսօրվա նախագահի ժամանակ որը ընդունվում էր ավելի արևմտամետ, ավելի ազատասեր եւ այլն ավելի դաժան կերպով հաշվի հարթար է դեսել այդ մարդկանց հետ քան մինչեւ այդ եւ դրան այդ բաներից հետո ամեն մի այդ ցույցի կամ ինչ որ ընդվզումներից հետո իմացեք որ հարյուրներով կամ անգամ հազարներով մարդիկ կախաղան են հանվում այդ երկրում մենք չենք լսում մեզ պետք է չէ ինչի համար չէ նախ իհարկե Իրանը չի ուզում որ այդ լուրերը դուրս գան նաեւ այդ աշխարհի լրատվություն իրեն ձեռքում բահող ուժերը արևմտյան ուժերը նրանք էլ չեն ուզում ինչի չեն ուզում գիտեք նրանք էլ որ բանը չերևա թե այդ ցույցերից հետո այսպիսի բան է կատարում թե մարդիկ չվախենան որ չասեն թե վայ այս մարդկանց գցեցիք փողոց ու գցեցիք բանի արյուծի երախը չէ այդ վիճակում ամբողջ աշխարհը
գարձե թե այնտեղ ցույց եղավ եւ այդ մարդիկ հաջողության հասան, ստացվում է եւ էլի կանեն եւ այլն, իսկ իրականում այդպես չէ, այդ նրանց հետ շատ դաժան հաշվի արտար են տեսնում, այս չեն նայում գին, տղամար, անգամ անչափահաս եւ այլն այդ երկրում չեն նայում այդ բաներին, իրենց համար կարևորը պետականությունն է եւ պետականության համրաբնդման համար կամ չկորցնելու համար կարող են, ասենք, հազարներով, 100,000-ներով մարտել վարիտան, այո, սա քաղաքականությունն է, սա պետականությունը պահելու ձևերից մեկն է, կարդացեք Մակիավելի, այն ժամանակ գիմանաք թե ոնց պետք է պետականությունը պահել, ոչ թե այնպես, ինչպես որ մենք արեցինք եւ ընկանք այս վիճակին, սակայն ինչպես ասացինք, այնուամենայնիվ այդ գարիդիությունները կա եւ ամենագլխավոր եւ ամենահավանական խնդիրը այն է որ Իրանին ներսից պայթացնեն եւ Իրանը բազմազգ պետություն է եւ իսկական բարձիկները արդեն փոքրամասնության մեջ են այդ պատճառով շատ հեշտ կլինի միանգամից բանելը այն որ այսօր օրինակ ադրբատականի տարածաշրջանում ժողովուրդը դուրս է գալիս եւ ցույց է անում իօքուտ Թեհրանի իօքուտ Իրանի երկրի Իրանի ամբողջականության չհավատակ ոչ մի րոպե իրենք այսօր եթե բաղը լինի եւ Իրանը դինելու է այն վիճակում որ ոնց որ հայկական ասացված կա ասում է կովը որոննի դանակաշորները շատ կնին միանգամից ադրբեջանցիները արաբները քրդերը եւ ուրիշ փոքրիկ եւ խմբեր կան նրանք բոլորը դանակ են քաշելու միանգամից եւ Իրանից մի փոքր մաս է մնալու բոլորը կանջատվեն եւ դրանով եւ արևմտյան ուժերն կբավականանան որովհետեւ արդեն այդ Իրան այն ուժը չի ունենա եւ երկիրը մասնացված կլինի շատ վատ կլինի նաեւ մեզ համար որովհետեւ այս տարածաշրջանում մի հատ հարավային հարևան ունեինք, որը մեզ համար շատ լավ բարեկամ էր, նաև մենք իրանց դեմ շատ վատ բաներ արեցինք, այս վերջի 7 տարվա մեջը, դա էլ չենք ունենա այլևս, կապն էլ չենք ունենա եւ հարավում էլի թուրքական աշխարհ կունենանք եւ ռադիկալացված թուրքական աշխարհ կունենանք, որովհետեւ այդպես այսօր ռադիկալացված դարածք է այդ ժողովուրդը ռադիկալացված են եւ որպես թուրք ռադիկալիստներ են իրենք այդպես են մտածում, այդպես էլ գործում, սակայն քանի որ վախ կա դեր Թեհրանից, այսինքն պետական Երաման ոչ մեկը ձեն չանում։ Հենց որ մի բան լինի, միանգամից գլուխ են բարձրացնելու եւ մենք շրջապատված կլինենք մոտ 100 միլիոնանոց բանը թուրքական աշխարհով միակ sense փոքրիկ ելքը մեզ համար գլնի Վրաստանի արևմտյան սահման, արևելյանն էլ չէ, այնտեղ էլ գիտեք Սադախլուից այնքո բոլորը ադրբեջանցիներ են, որոնք նույնպես այսօր կարծեք թե հանգիստ են, սակայն այնտեղ էլ խմորումներ կա, նրանք էլ պատրաստ են եւ միանգամից գլուխ են բարձրացնելու Վերջին օրերին լրահոսին հետևել եք, պարոն Լոկմագյոսյան, Թուրքիայում այս բային ցույցերը հանդարտվել են, թե դեռ շարունակվում են։ Ինչ չէ իհարկե, առաջի օրերի նման, ինչպես ես ասել էի, մի քանի օր կանեն եւ արդեն կարծեք թե ինչ որ նշմար կա, որ կուսակցությունն էլ արդեն Իմամօղլուից հրաժարվելու է, այո, արդեն Իմամօղլուն բանը չէր, կուսակցության նախագահը չէր։ Հիմա նախագահին էլ ձեր չի տալիս, որ Իրանից ուժեղ, Իրանից ճանաչված, Իրանից պոպուլյար մարդ լինի, Իրան էլ գուցե ձեռնդու է, եւ ընդհանրապես ժողովրդանապետական կուսակցության վերջի տարին նաեւ Քլիչդարօղլուի ժամանակ այդ բոլոր այդ քաղաքականությունը գործելավոճը կարծեք թե իրենք ավելի շատ Էրդողանի համար էին աշխատում, քան Էրդողանի դեմ էին աշխատում, հատկապես Քլիչդարօղլուն, այսօր էլ լրություն կա, կարգին քաղաքական բայկար չկա այդ կուսակցությունից Էրդողանի դեմ, կամ հույս չունեն, կամ էլ ինչ որ համաձայնություն կա, համագործակցություն կա, եւ կամած դա մարելու է, ինչպես որ առաջի օրվանից ես ասել էի, եւ Իմամօղլուն էլ կանցնի
այն բազմաթիվ ձերբակալված նստած բանին այն քաղաքական գործիչների շարքին գտասվի։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ պարոն Լոքմագյուզյան ժամանակ գտնելու, մեր տաղավար գալու հետաքրքիր զրույցի համար, իսկ ես մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ եթերում կիսալուսնի մայրամուտ հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։